Մենք շարունակում ենք հետևել արցախյան զարգացումներին, բարի երեկոն։ Արցախում Արցախում նոր տվյալներ են հրապարակվել հայկական եւ ադրբեջանական կողմերի կորուստների եւ մարտերի ընթացքի վերաբերյալ։ Ռազմական գործողությունների վերսկսման պահից մինչեւ այսօր ժամը 11-ը 20 հայ զինծառայող է զոհվել։ Նրանցից 6-ը սպա կամ ենթասպա են։ Վիրավորվել է 72 մարդ։ Անհետ կորածների թիվը հասնում է 26-ի։ Խաղաղ բնակչության շրջանում 4 զոհ ունենք։ Նրանցից մեկը 12-ամյա Վաղինակ Գևորգյանն է։ Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Վիկտոր Արուստամյանը հերքել է Ադրբեջանի տարածած լուրը, թե հայ գեներալ եւ կամ գնդապետ է զոհվել։ Այս օրերի ընթացքում Ադրբեջանն ունեցել է 300-ից ավելի զոհ, վիրավորների թիվն անհայտ է։ Այժմ նյութական կորուստների մասին պաշտպանության բանակը ոչնչացրել է ադրբեջանական 18 տանկ, 6 հետևակի մարտական մեքենա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 1 գրադ եւ 1 միավոր ինժեներական տեխնիկա։ Հայկական կողմը կորցրել է 7 տանկ։ Ադրբեջանական զինուժի հսկողության տակ անցած 8 դիրքերից 5-ը վերականգնվել են։ Այժմ մարտեր են մղվում մյուս հենակետերի համար։ Խոսքը ընդամենը 300 մետր տարածքի մասին է։ Ադրբեջանցիներն իրենց ուժերի մի մասը տեղակայել են ադրբեջանական գյուղերում, որոնց ուղղությամբ հայկական զինուժը կրակ չի բացել։ Մի կողմից իրենք ռազմական իրենց օպերացիան ձախողվել է, այսինքն 200-300 մետր որոշ տեղերում առաջ գնալը նման մեծ սարսափելի կորուստներով որևէ հարց չի լուծում։ Մյուս կողմից, եթե նրանք հիմա դադարեցնեն գործողությունները, կդառնա, որ քաղաքական առումով, բարոյական առումով մեծ սխալ են գործել, պետք է պատասխան տան։ Հետևաբար չեն կարող ոչ կանգնեցնեն, բայց պետք է նաև սկսելն էլ չեն կարող ավարտեն, ուրեմն այն արդյունքներով, ինչքանով որ ուզում են։ Արցախի կառավարությունը վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ստեղծել է օպերատիվ շտաբ, որը պաշտպանության բանակի հետ համադրելու է թիկունքային եւ ինժեներական աշխատանքները։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհից հազարավոր հայեր դիմել են Արցախի կառավարությանը, հայտնելով օգնություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կոչ են արել Հայաստանին եւ Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Լավրովը եւ Քերին նաեւ դատապարտել են որոշ արտաքին խաղացողների Ղարաբաղի վիճակը սրելու փորձերը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ ապրիլի 5-ի երեկոյան Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստ։ Այս տեղեկությունը հաստատել է Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Ավստրիայի մայրաքաղաքում կհանդիպեն նաև Մինսկի խմբի միջնորդները։ Մինչ այդ նախագահ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին զգուշացրել է, եթե ռազմական գործողությունները ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Պետության ղեկավարը կոչ է արել լինել սկզբունքային եւ պարտադրել Ադրբեջանին հարգել 1994 թվականի զինադադարի ռեժիմը։ Սերժ Սարգսյանի խոսքով մարտական գործողությունների սաստկացումը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի, իսկ դա կազդի ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Եվրոպայի անվտանգության եւ կայունության վրա։ Մանրամասները Շակե Ղազարյանի ռեպորտաժում։ Եվրոպա, Կենտրոնական Ասիա, Հյուսիսային Ամերիկա, ԵԱՀԿ անդամ մոտ 60 երկրի դեսպան նախագահի հրավերով ներկայացել են Բաղրամյան 26։ Թեև բոլորն էլ բնականաբար տեղյակ են, թե ինչ է կատարվում Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում, բայց Սերժ Սարգսյանը նախընտրում է, որ դիվանագետներն ամեն ինչ լսեն առաջին ձեռքից։ Նախագահը պատմեցեն սկզբից, ապրիլի 1-ից, շեշտեց, որ Ադրբեջանը գործել է նախապես մշակված սցենարով, սպառազինության ամբողջ համալիրի կիրառմամբ, զրահատեխնիկա, ծանր հրետանի օդուժ։ Առաջին վայրկյանից նրանց թիրախում էին նաև քաղաքացիական անձինք։ Իրենց դպրոցի բակում զոհվել եւ ծանր վիրավորվել են երեխաներ։ Իրենց տներում վայրագաբար սպանվել են տարեցմարտիկ, խաղաղ բնակիչներ, այդ թվում 92-ամյա բնակչուհի։ Եվ դա արել է այսպես կոչված Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը, որտեղ Ադրբեջանի զորատեսակները որևէ բնակավայր չեն մտել։ Ճիշտ է, այդ
խումբը դեպքից անմիջապես հետո ոչնչացվել է, բայց փաստը մնում է փաստ։ Նախագահը նկատի ունի Թալիշի դեպքերը, փաստերը հայկական կողմից ձեռքում են։ Սպանված խաղաղ բնակիչների սահմռկեցուցիչ այս լուսանկարները։ Նախագահը դիվանագետներին առաջարկում է նայել դրանք, եզրահանգումներ անել ու տեսնել ով է։ Նայեք այդ կադրերը ու համադրեք դրանք հանդուրժողականության կղզյակ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանելու մասին հարևան պետության ղեկավարի բարբերաբար հնչեցվող խոսքերի հետ։ Ադրբեջանը դրանով չի հանդարտվել, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը, օգտագործելով հրթիռահրետանային կայանքներ եւ հրանոթներ։ Նախագահը տեղեկացնում է, որ Ադրբեջանը այսպես կոչված միակողմանի զինադադար հայտարարելուց հետո Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ուղղությամբ գործի է դրել հրետանին։ Գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է. Հայաստանը շարունակելու է ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։ Մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե իրոք ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նախագահ Սարգսյանը պնդում է, եթե մարտական գործողությունները սաստկանան ու վերածվեն պատերազմի, դա նաև եվրոպական տարածաշրջանի անվտանգության վրա կազդի։ Արևմուտքի դեսպաներին Սերժ Սարգսյանը հիշեցնում է, թե որն է նրանց դերը։ Խիստ տոնով նաև այն մասին, թե ինչն է նպաստել ստեղծված վիճակին։ Մեկ անգամ չէ, որ հայկական կողմը կոչ է արել հնարավոր բոլոր միջոցներով զսպել ագրեսորին։ Պատասխանը լռությունն էր եւ ահա հետևանքը։ Երբ Ադրբեջանը հպարտանում էր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումներով, միջազգային հանրությունը լուռ էր կամ գրեթե լուռ էր։ Երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր ռազմական ճանապարհով խնդիր լուծելու մասին, միջազգային հանրությունը գրեթե լուռ էր։ Երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ հրաժարվում վստահության ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրությունը կրկին լուռ էր։ Ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր զինատեսակները, գնդակոծում խաղաղ բնակչությանը։ Իմջալոց պետք է ասեմ, որ ընդամենը րոպեներ առաջ առաջին անգամ ադրբեջանական զինված ուժերը կիրառեցին ծանր հրանետ։ Ռուսերեն բառը ագեմյոտ է կոչվում եւ դրա տիպը զինատեսակը կոչվում է TOS-1, TOS-1։ Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրանք կոչ են անում ցուցաբերել զսպվածություն։ Միջազգային կառույցներն այս պահին են խաղաղության կոչեր ուղերձներ հղում, բայց Սերժ Սարգսյանը հիմա էլ է կրկնում. դրանք արդյունավետ չեն լինի, քանի դեռ ուղղված չեն հասցեատիրոջը։ Հետո դեսպանները գրի առան 3 ուղերձ, որ Հայաստանն ուղղում է միջազգային հանրությանը։ Փոխանցեք ձեր մայրաքաղաքներին, ասաց նախագահը։ Առաջին այն է, որ հենց Ադրբեջանն է նախահարցակ եղել։ Ապացույցը նաև նրանց նախագահի արտգործնախարարի խոսքերն են։ Իրենց բացատրությամբ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որպեսզի լուծի խնդիրներ, որոնք ենթադրվում է, որ պետք է լուծեին ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով։ Մենք տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ բոլոր կողմերից ակնկալում ենք ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ բացատրության հստակ պահանջ Բաքվից։ Մինչև երկրորդ ուղերձին անցնել է Գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծում է. Հայաստանն ու Արցախը կողմ են, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, պահպանվի 94-ի հրադադարի ռեժիմը եւ որ կողմերը վերադառնան մինչև այս ապրիլի 1-ը իրենց զբաղեցրած դիրքերը։ Նախագահ Սարգսյանը ԵԱՀԿ-ին հիշեցնում է. հենց իրենց կառույցը պետք է հանդես գա կայունացնող միջոցներով, պետք է շտապ ներդնեն զինադադարի հետաքննության մեխանիզմներ, էապես ավելացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունները, հակամարտության գոտում ավելացնեն նաեւ ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը։ Իսկ հիմա մյուս ուղերձը հակամարտության կարգավորման դեպքում, հատկապես եթե դա ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովրդին է վերաբերում, պետք է նախ վերացնել պատճառը, հետո միայն անցնել կարգավորմանը։ Հայկական կողմը եւ դրա մասին քաջ տեղյակ են Մինսկի խմբի համանախագահները եւ այստեղ նստած այդ երկրները ներկայացնող դեսպանները
երբեք չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուղղված տրամաբանական փոխզիջումներից, բայց դրանց մասին իմաստ ունի խոսել միայն այն ժամանակ, երբ կլուծվի հակամարտության բուն պատճառը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազատվի կրկին գաղութացվելու վտանգից։ Ոչ ոք չի կարող պարտադրել մի ժողովրդի ապրել այնպիսի պետության կազմում, որը չի արտացոլում այդ ժողովրդի իղձերն ու արժեքները։ Երրորդ ուղերձը Սերժ Սարգսյանը ձևակերպում է այսպես. Ադրբեջանի լկտի պահվածքի վերջին դրսևորում։ Խոսքը այդ երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մասին է։ Դրանում Ադրբեջանն ասում է, որ իբր մարդասիրական քաղաքականությունից ելնելով դադարեցնում է պատասխանատվողությունները թշնամու նկատմամբ ու սկսում կյանքի կոչել ազատագրված տարածքների պաշտպանության ամրապնդման ծրագիրը։ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը ներկայացնում է իրական պատկերը։ Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել եւ այս պահին ողջ շփման գծի երկանքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում եւ մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ մինչեւ մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները, տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ։ Պարզ է չէ, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը եւ փորձում ստեղծել նախադրյալներ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունները եւ դրանց հետագա շարունակությունը քողարկելու համար։ Ոչ մի միակողմանի զինադադարի մասին խոսք լինել չի կարող։ 94-ի պայմանագիրն է ուժի մեջ, եւ Սերժ Սարգսյանը հիշեցնում է, որ այդ փաստաթղթին հետևելը Ադրբեջանի ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ միջազգային պարտավորություն։ Եվս մեկ հիշեցում. Ղարաբաղն էլ է այդ պայմանագրի կողմ։ Եվ Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ, անկախ նրանից հավանում է ղարաբաղցիներին, թե ոչ։ Ավելին, կարծում եմ, որ զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա մանրամասն ուսումնասիրության եւ գնահատականի առարկա, քանի որ դա է արդյունավետ բանակցային գործընթացի գրավականն ու շարժառիթը։ Եվ ԵԱՀԿ անդամ Թուրքիայի մասին, որը տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից է հանդես գալի ու բացահայտ քաջալերում Ադրբեջանին։ Սերժ Սարգսյանը զգուշացնում է արտասահմանյան դեսպաններին։ Անկարայի վարքագիծը կարող է տարածաշրջանում լարվածության նոր օջախ ստեղծել։ Վկան մերձավոր արևելքի փորձը։ Նախագահի ուղերձը հստակ է. Թուրքիան կարգավորման միջնորդ լինել չի կարող։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ արյունակցական անվտանգության մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երկրներին կոչ է անում լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում։ Եթե կա վիճակը շտկելու կամք ու ցանկություն, պետք է գործում քայլեր ձեռնարկել ու Ադրբեջանին պարտադրել հարգել 94-ի զինադադարը։ Շակե Ղազարյան, Ժամալրատվական։ Պատրաստ եմ պատասխան։ Ավելի ուշ պետության ղեկավարը տեսակցել է մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինվորներին շուտափույթ ապաքինում մաղթել նրանց։ Մուրացանի հոսպիտալի բժիշկների հսկողության տակ է 12 զինծառայող, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է 5 վիրավոր քաղաքացիական անձինք։ Մարտունեցի 2 վիրավոր երեխաները գտնվում են Արևիկ մանկական հիվանդանոցում։ Իրավիճակը առանձնապես անփոփոխ է։ Վիրավոր 12 զինծառայող է բուժում ստանում Երևանի կենտրոնական ռազմական հոսպիտալում։ Վնասվածքները միջին ծանրության են։ Զինվորներից միայն 3-ն են մնացել վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկներն առավել մտահոգ են 19-ամյա Հայկի վիճակով։ Ունենք մեկ զինծառայող, որի վիճակը գնահատված է ծայրահեղ ծանր։ Խոսքը վերաբերում է մեկ զինծառայողի մասին վիրավորի Թորոսյան Հայկին վերաբերում, որի ունի գլխի հրազենային վիրավորում բեկորային։ Մի քիչ ժամանակ է պետք, բայց բոլորն էլ ոտքի կկանգնեն։ Բժիշկները վստահեցնում են, որ գրեթե բոլորն էլ այնպիսի վնասվածքներ ունեն, որ լիարժեք կապաքինվեն ու կարող են շարք վերադառնալ։
Մարմինը վիրավոր է, բայց մարտական ոգին բարձր։ Վիրակապերից ազատվել նորից մարտադաշտ են մեկնելու։ Գերագույն գլխավոր հրամանատարի հետ զրույցում բոլորն են նշում, գործը կիսատ չեն թողնելու։ Պիտի շարք վերադառնան հակառակորդին պատժելու։ Շփման գծում վիրավորված զինծառայողներին առավոտյան այցելել են նաև ազգային ժողովի падգամավորները, խորհրդարանի փոխոսնակ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ։ Վիրավորների քանակը մեծ չի։ ԼՂՀ առողջապահության նախկին նախարարը Արցախ է վերադարձել։ Երրորդ օրն է Ստեփանակերտի գործընկերների հետ աշխատում են նաև Երևանից գործուղված նեղ մասնագետները։ Ամեն ինչ տեղի համակարգի կողմից առողջապահության նախարարության, ռազմաբժշկական վարչության, հանրապետական բժշկական կենտրոնի տարածաշրջանային բոլոր բուժնյութերի կողմից գերազանց աշխատանք է կազմակերպած եղել։ Մենք էլ եկել ենք եւ նրանց հետ միասին էլ ավելի ենք զարգացնում եւ ավելի ենք բարելավում այդ բժշկական ուրեմն նախաձեռնությունները եւ միջոցառումները։ Դպրոցի ճանապարհին վիրավորում ստացած փոքրիկներն էլ կազդուրվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վարդանին այսօր վիրահատել են։ Երկուսի վիճակը կայունն է, դրական դինամիկայով, Վարդանին վիրահատել ենք այսօր, դրել ենք արտաքին ֆիքսման ապարատ, Հոֆմանի ապարատ։ Վիրահատությունը ընթացել է հաջող, բարեհաջող, բայց Գևորգի մոտ էլ դրական դինամիկա, այնտեղ վիրահատություն չենք արել, ուղղակի ընդհանուր ազգայնացման տակ կատարում ենք վիրակապություններ, վերքի վիճակը գնալով լավանում է։ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում գտնվող 5 վիրավորների վիճակը բարելավում է։ Գարգին Աղաջանյանի վիճակը կայունն է, նա բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում։ Զավեն Ավանեսյանի, Կամո Աբրահամյանի ու Ծովինար Աղաջանյանի վիճակը կայուն ծանր է, բայց դրական փոփոխություն կա։ Առավոտյան բուժկենտրոն է ընդունվել նաև Արթուր Արզանգուլյանը։ Նազելի Գրիգորյան, ժամը լրատվական։ Եվ վերջին լուրը Արցախից Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը K7 զոհ։ Ժամը լրատվականի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 26-ամյա կապիտան Արմենակ Ուրֆանյանի մարտական բացառիկ սխրանքի պատմությունը շարունակում է արցախյան հերոսապատումները։ Նա միայնակ ոչնչացրել է ադրբեջանական 1 տանկ և 10 զինվոր։ Վերջին նռնակով պայթեցրել է իրեն և իր վրա հարձակվողներին։ Արմենակի ու ևս 6 հերոսների մահվան լուրը պաշտոնապես հրապարակվել է այսօր։ Հայաստանը վերջին հրաժեշտն է տալիս իր հերոսներին։ Ամբողջ աշխարհի հայերը աղոթում են Արցախում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների հոգու խաղաղության համար։ Միայն գերազանց մարտական առաջադրանքները կատարելիս Սասուն Մկրտչյանը բազթողումներ չէր անում։ Զոհվեց հակառակորդի պատժիչ մարտական գործողության ժամանակ։ Տեսնելով վտանգը առաջինն է ուղղվել դիմագրավելու, թիկունքում թողնելով զինվորներին։ Ընկերոջ համար կյանք տվող զինծառայող։ Հետախույզ գնդացրորդ Սասունը պայմանագրային զինծառայող էր։ Զինակից ընկերը հիշում է, սկսած գործը կիսատ չէր թողնում, մարտական ոգին միշտ բարձր էր։ Muay Thai մարտարվեստով էր զբաղվում, մեդալներ, պատվոգրեր, հրամանատարությունը նրան խրախուսում էր գերազանց ծառայության համար։ Այս տարի Սասունը պատրաստվում էր ընտանիք կազմել։ Ցավոք այսօր ինքը որպես ֆիզիկապես անձ մեր կողքը չի, բայց իր գործը ես վստահ եմ, որ մնացած զինծառայողները կշարունակեն։ 27-ամյա կապիտան Կիրակոսյանի համար սգում է ամբողջ ապագա գյուղը։ Արմավիրի տարբեր գյուղերից գալիս են հրաժեշտ տալու հերոս Հովսեփին։ Վտանգի ժամանակ առաջինն էր մեկնում առաջնագից։ Վերջին հեռախոսազանգը եղբոր հետ էր։ Խնդրել էր կնոջն ու երեխաներին Ստեփանակերտից տեղափոխել գյուղ, վտանգից հեռու պահելու համար։ Կինը իրան ասել է, այն մարդ մեզ հասցրեք ունե Ստեփանակերտ, ասել է ես ընդես զինվոր ունեմ։ Ես այդ երեխաների, զինվորների, ծնողների աշկերի դեմ ոնց նայեմ։ Լոռու Գուգար գյուղում մարտական ընկերները բարեկամները հրաժեշտ են տալիս Արցախում հակառակորդի գործողություններից զոհված Նոդարիկ Մարգարյանին։ Պայմանագրային զինծառայողը 52 տարեկան էր։ Ցանկացել եմ, որ մենք էլ հետևենք իր քայլերին։ Որդիները հիշում են հոր խորհուրդը հայոց բանակին ծառայել նվիրված։ Հայկու Հիասատրյան, Արման Մալխասյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։ Արցախի արևելյան մարտագծի հարավում թեժ մարտերը չեն դադարում։ Այստեղ հակառակորդը չի կարողանում թիրախավորել բնակավայրերը։ Առաջնագծի մոտակա գյուղերը կրակի տակ չեն։ Հակառակորդի ստորաբաժանումները հանդիպում են արցախյան բանակի համառ դիմակայությանը։ Նախաձեռնությունը մերոնց ձեռքին է։ Նորայր Հովսեփյանն է միանում մեզ։
Հադրութի շրջանում իրավիճակը վերջին 2 օրերի ընթացքում գրեթե անփոփոխ է, հակառակորդը շփման գծում շարունակում է նախահարձակ լինելու փորձերը, մեր կողմից այդ փորձերը հաջողությամբ կասեցվում են։ Հադրութի շրջանի տարբերությունը Մարտակերտի շրջանից այն է, որ այստեղ բնակավայրերը ընդհանրապես չեն հրետակոծվել։ Խնդիրն այն է, որ սա ոչ թե հակառակորդի բարի կամքի դրսևորումն է, այլ պարզապես այդ բնակավայրերը շփման գծից անհասանելի են առայժմ հակառակորդի կողմից օգտագործվող հրետանու համար։ Շրջկենտրոնում իրավիճակը հանգիստ է, քաղաքապաշտպանության պլանի համաձայն իրականացվում են նախապատրաստական աշխատանքները, մոբ ռեսուրսն է հավաքվում, կամավորականներ են ժամանել նաև Հայաստանի Հանրապետությունից, այստեղ նշում են նաև, որ Թուրքից ցանկություն հայտնողներ կան, բայց առայժմ դեռ այստեղ են միայն Հայաստանի Հանրապետությունից կամավորականները ու նաև երկրապահ կամավորականների միության խմբերն են արդեն այստեղ հասել, պատրաստվում են գնալ առաջնագիծ համալրելու առաջնագիծը պահող ժամկետային զինծառայողների շարքերը։ Առայժմ այդքանը առաջնագծում էական փոփոխություններ չկան, իրավիճակը լիովին վերահսկվում է։ Դեռ ոչ ճշտված տվյալներով հակառակորդը ունի առնվազն 2 զինտեխնիկայի կորուստ ևս, այս պահին այլ տեղեկություններ չկան։ Նորայր Հովսեփյան, ժամը Հադրութից։ Նայիրի Մուրադյանն էլ այսօր եղել է հյուսիս-արևելյան մարտագծում, տեսել թե ինչ է կատարվում այնտեղ, առաջնագծի այս հատվածին ամենամոտ գյուղերից, Թալիշից եւ Մատաղիսից մարդկանց տարհանել են։ Այն հատվածը, որտեղ 10 րոպե ընդմիջումներով անընդհատ լսվում է արգերի եւ ռումբի ձայները։ Մեզանից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա ադրբեջանական զինված ուժերն են, որոնք անընդհատ կրակահեղձակ են պահում հայկական զինված ուժերի դիրքերը։ 20 րոպե առաջնագծում ահա այսքան ժամանակ էր տրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լուսաբանելու համար։ Давайте к машинам все! Սա այն հենակետերից մեկն է, որտեղ մի քանի օր է կրակոցները գրեթե չեն դադարում։ Հակառակորդը սակայն կորուստ է, որ կրում է, զինտեխնիկա է կորցնում եւ անօդաչու սարքեր։ Զինծառայողները տեղեկացրեցին, որ ժամեր առաջ ոչնչացրել են թշնամու անօդաչու սարքը, որ գտնվում է այս սարից այն կողմ, իսկ մոտակա 50 մետր հեռավորության վրա պայթել է վերջին արկը։ Նրա սև բծերը այս պահին էլ երևում են։ Հենակետի ավագ լեյտենանտը ոգևորությամբ պատմում է իր վաշտի զինծառայողների քաջագործության մասին։ Մեկը հակառակորդի անօդաչու սարքն է խոցել, մյուսն էլ տանկն է պայթեցրել։ Զինծառայողների մարտական պատրաստվածությունը բարձր է, բարոյահոգեբանական վիճակը ևս։ Տղեկ, ո՞նց է տրամադրությունը։ Շատ լավ։ Хорошо, отлично։ Հրամանատարի պահանջն է լրագրողներին լքել հենակետը, վերևում անօդաչու սարք է պտտվում։ Թեժ կետից մի քանի կիլոմետր այն կողմ հորաթաղն է, առօրյա հոգսով ու աշխատանքով։ Նրանց ոչինչ չի խանգարում ամուր հողին կանգնելու եւ աշխատելու համար։ Պետք է գնալու ենք ազատությունի մնացածներին Բաքու չայխնենք գան։ 10%։ Բեգլարյան Արտակը հակառակորդի արկից երբեք չի փախել, թեկուզ այն ծակի եւ մեքենայի միջով դուրս գա։ Հորաթաղում եւ դրան հարակից գյուղերում մարդիկ հյուրեր են ընդունում եւ ճանապարհում եւ պատրաստ են յուրաքանչյուր պահի կանգնել սահմանում կանգնած զինվորի կողքին։ Նայիրի Մուրադյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական, Արցախ։ Մեր հաջորդ ուղղությունը Ստեփանակերտ, որտեղ շարունակում է աշխատել ժամի թղթակից Դավիթ Սարգսյանը, նա այնտեղ շփվել է կամավորական ջոկատների եւ արտասահմանցի թղթակիցների հետ։ Կամավորականները խոսում են կիսատ պատերազմը հաղթական ավարտին հասցնելու վճռականության մասին, իսկ արտասահմանցի լրագրողները ադրբեջանական կեղծիքի սեփական բացահայտումների։ Ստեփանակերտում են միջազգային լրատվամիջոցների նկարահանող խմբերը, ռուսական առաջին Russia Today հեռուստաընկերությունները, էլեկտրոնային բազմաթիվ լրատվամիջոցներ։ Ռուսական կոմերսանտի թղթակիցը արտասահմանյան առաջին լրատվամիջոցի ներկայացուցիչն է, որ փաստում է միակողմանի կրակը դադարեցնելու Բաքվի հայտարարությունը պարզապես սուտ է։ Ինքը դա տեսել է Մարտակերտի շրջանում։ Տեսել ենք, թե ինչպես էին արկեր ընկնում մեզնից քիչ հեռու, այնտեղ մինչև գիշեր են եղել։ Ինտենսիվ կրակը շարունակվում էր, կարծեմ առավոտյան էլ չեն դադարել։ Տեսանք քանդված տներ։
Լրագրողը եղել է նաև հարավում, մասնակցել հրթիռահրետանային հարվածների հետևանքով զոհված 12-ամյա երեխայի հուղարկավորությանը։ Мы сегодня вот только что вернулись с похорон 12-летнего мальчика. Մասնակցել ենք ապրիլի 2-ին սպանված երեխայի թաղմանը նրա հարազատ գյուղում։ Մոտ 20 մարդ էր հավաքվել։ Շատ ծանր ու դաժան պատմություն է։ Վաղ առավոտից Արմենիա հյուրանոցի մոտ մարդաշատ էր, քաղաքացիների, հյուրերի, լրագրողների բոլոր հարցերին պատասխանում էր Արցախի նախագահի մամուլի խոսնակը։ Վիճակը ընդհանուր առմամբ կարելի է ասել սահմանների գրեթե ողջ երկայնքով եղել է լարված։ Հակառակորդը շարունակում է զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները։ Հրապարակից 20 մետր հեռավորության վրա Արցախյան պատերազմի վետերանների միության մոտ հավաքված են նախկին ազատամարտիկները, շարքային արցախցիներ։ Տրամադրությունները մարտական են, 20-ից 80 տարեկան մարդիկ մեկ մարդու պես համառորեն սպասում են։ Մենք պիտի միշտ պատրաստ լինենք, որ մեր հայրենիքը պաշտպանենք եւ պետք լինի եւ առաջել գնանք մեր հողերն ազատենք։ Շահումյանը եւ մի քանի Ասլան Գրիգորյանի երկու թոռներն այս պահին ռազմաճակատում են, մտահոգ է, բայց բացարձակ հանգիստ, ասում է պատրաստ է գնալ իր ու մյուսների թոռներին, որդիներին եւ եղբայրներին քաջալերելու, անհրաժեշտության դեպքում էլ կրկին կռվելու։ Դավիթ Սարգսյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական, Ստեփանակերտ, Արցախ։ CNN-ի եթերում հնչել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրուցելուց հետո մեկնաբանը որպես հակամարտության կողմ ներկայացրել է Արցախի արտգործնախարարին։ Միջազգային հեռուստաալիքի եթերում հարց է հնչել նաև Ալիևի ու նրա ընտանիքի օֆշորային սկանդալում ներգրավվածության մասին։ Երկար հարցին Մամեդյարովը ստիպված է եղել շատ կարճ պատասխան տալ, որևէ տեղեկություն չունեմ։ Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաալիքը Արցախում ռազմական գործողությունները ներկայացնելով տեսակապ է հաստատել հակամարտող կողմերի արտգործնախարարների հետ։ Առաջինը մեկնաբանի հարցերին պատասխանել է Էլմար Մամեդյարովը։ Երբ Ջո Բայդենը նախորդ շաբաթ այստեղ հանդիպեց ձեր նախագահի հետ, իր մտահոգությունը հայտնեց հրադադարի խախտումների առիթով։ Երկխոսության կոչ արեց եւ ընդգծեց երկկողմանի ընդունելի լուծման անհրաժեշտությունը երկարատև կայունության համար։ Քննադատներն ասում են, որ Ադրբեջանն է սրում տարածաշրջանային ագրեսիան։ Բաքուն իսկապես շահագրգռված է խնդրի խաղաղ կարգավորմամբ։ Հարցինի պատասխան Մամեդյարովը երկար խոսել է Միացյալ Նահանգներում Ալիևի հանդիպումների մասին, մեջբերել ՄԱԿ-ի անվտանգության 4 բանաձևերն ու Ադրբեջանի օկուպացված տարածքների ավանդական պատմությունը։ CNN-ի մեկնաբանը ընդհատել է եւ իր տրամաբանական հարցով դժվար դրության մեջ է դրել Մամեդյարովին։ Թույլ տվեք ձեզ ընդհատել, եթե Հայաստանի աջակցությունը ստացող շրջանը 1994 թվականից սկսած լիովին ինքնուրույն է, ինչու պետք է հիմա հարձակման անցներ։ Մամեդյարովը պատասխանել է, թե իբր Ադրբեջանը միայն հակադարձել է հայկական կողմի հարձակմանը, Ադրբեջանի արտգործնախարարի կեղծ տեղեկությունները եւս մեկ անգամ ընդհատելով, մեկնաբանը անակնկալ կերպով հարց է տվել Ալիևների ընտանիքի օֆշորային նոր սկանդալի մասին։ Ադրբեջանի առաջին դեմքն ու ընտանիքը մեղադրվում են օֆշորային ապօրինի հաշիվներ ունենալու մեջ։ Մասնավորապես 2005-ին Մեհրիբան Ալիևան հիշատակվում է որպես 2003-ին պանամական ընկերության երկու սեփականատերերից մեկը։ Ալիևի աղջիկները վերահսկել են պանամական մեկ ընկերություն ու եւս երկուսը Վերջինյան կղզիներում։ Ինչ կասեք սրան։ Ճիշտ ասած, ոչ մի տեղեկություն չունեմ։ Մամեդյարովի հետ զրույցից հետո CNN-ը կապ է հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի հետ։ Կարեն Միրզոյանին խնդրել են մեկնաբանել Մամեդյարովի հայտարարությունը։ Մամեդյարովն ասաց, որ Ադրբեջանը խաղաղ կարգավորման ամենաշահագրգռված կողմն է, բայց իրենք արդյունք են ակնկալում իրենց օկուպացված տարածքի վերաբերյալ։ Ձեր պատասխանը խնդրեմ։ Սա ոչ թե տարածքային, այլ ինքնորոշման հարց է։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 25 տարի առաջ որոշեց անկախանալ։ Հիմա Բաքվի ռեժիմը ցանկանում է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական ճնշում գործադրել մեր ժողովրդի վրա։ Դուք մտահոգված չեք, որ հակամարտությունը նոր վտանգավոր փուլ է մտել։
Մենք շատ ենք գնահատում 3 համանախագահների մտահոգությունը, սակայն հակամարտության բոլոր կողմերին ուղղված հորդորները Ադրբեջանն ընդունում է որպես սանձարձակությունը շարունակելու թույլտվություն։ Ժամանակն է անել հասցեական հայտարարություններ։ Ուշագրավ է, որ ամերիկյան ու համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարին է ներկայացրել որպես Մամեդյարովին իրավահավասար պաշտոնատար անձ։ Սա կարելի է գնահատել որպես ամերիկյան ուղերձ ուղղված Բաքվին։ Վարդան Գալստյան, ժամը լրատվական։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ամենայն հայոց կաթողիկոսն աղոթքի արարողություն է անցկացրել հայրենիքի պաշտպան զինվորների համար։ Հայրապետական պատարագին ներկա է եղել նախագահ Սարգսյանը։ Գարեգին II հայրապետը աղոթել է Հայաստանի և Արցախի սահմանների խաղաղության համար։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված աղոթքը լսել են նաև Երևանի զորամասերում ծառայող զինվորները։ Մեր պոստում կային գնաց մեր եղբայրների կարելի ասած ուսուր աղոթում ենք իրենց համար ավելի ապահով լինեն։ Մենք շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, կհանդիպենք կեսգիշերին։